Մեյմանդարի շուկայում նարդի են խաղում, այլ բան ու գործ չի մնացել, գնորդ չկա, առևտուր չկա։ Պարապությունից նարդի են խաղում, ժամը բերքի դին են գնում ասյո, այդքան բան կարանք ասեն։ Վաճառողների խոսքով գներն արդեն զգալի նվազել են, որքան կարողանում էժանացնում ենք, միայն թե ապրանքը չմնա փչանա, ասում են գյուղացիները, սակայն նույնիսկ այս պայմաններում ներքին շուկան չի կարող կլանել արտահանման համար նախատեսված ծավալը։ Ռուսաստան էր գնում, ստե մի քիչ նորմալ էր, վաճառվում էր, բայց հիմա չի գնում, այս ծանրացել է, էլի։ Ասենք պետքա վաճառվեր, խոսքի օրինակ էսի հատը 50 դրամ, հիմա վաճառվում ասենք 20 դրամ։ Ու շատ դժվար։ Դե որ չի վաճառվում, հիմա մնա մեքենայի մեջ 2 օր, ծանր է վաճառվում, փչանում է։ Փչանում է, տենց հա, որ գալիս են աղբանողները, թափում են կեթում է։ Շուկայի այս պատկերն ուղիղ կապ ունի սահմանին հերթ կանգնած բեռնատարների հետ։ Եթե արտահանումը չվերականգնվի, գյուղմթերքը կմնա պահեստներում ու շուկաներում։ Իսկ արտադրողներն ու վաճառողները կկրեն զգալի վնասներ, զգուշացնում են գյուղացիները։ Հիմա էսի պատրաստվում ենք թափենք։ Չի ծախում, այս արդեն 3-4 օր չի ծախում, տեղից իրար չի գա։ Այն, որ ռուսական շուկա գնացող հայկական գյուղմթերքի համար գործող արտոնյալ նորմերը ԵՄ-ին միանալու դեպքում կդադարեն, Աստանայից Վլադիմիր Պուտինն էր զգուշացրել։ Ռուսաստանի նախագահը հունիսի 1-ին զանգել է 51-ամյակը նշող Փաշինյանին ու քննարկել մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ նիստի արդյունքները։ Թե կոնկրետ ինչ են խոսել, Կրեմլը չի բացահայտում։ Հայաստանի կառավարությունն էլ հայտնում է, որ Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։ Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով, հանդիպման ձևաչափով։ Աստանայից Պուտինը նաև խնդրանք էր հղել Երևանին։ Премьер-министр Пашинян сам об этом сказал, что он... Փաշինյանն ինքն է ասել, որ ճիշտ է համարում անցկացնել հանրաքվե, թե որտեղ պետք է լինի Հայաստանը, ԵԱՏՄ-ում, թե Եվրոպական միությունում։ Մենք կխնդրեինք, որ դա արվեր հնարավորինս շուտ։ Просили бы, чтобы это было сделано как можно раньше. Հեռախոսազրույցում այս հարցը քննարկվել է, թե ոչ, հայտնի չէ։ Սակայն առավոտյան լայվում վարչապետն ասել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում շարունակելու է աշխատել մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը լինի անխուսափելի։ Իսկ որոշումը պետք է կայացնի Հայաստանի ժողովուրդը հանրաքվեով։ Որ պահին տեղի կունենա այդ հանրաքվեն, սա էլ է շատ էական հարց, համենայն դեպս մինչև այն պահը, երբ Հայաստանը չի դիմել պաշտոնապես Եվրամիությանը, Եվրոպական միությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելը անտրամաբանական է, ինչու, որովհետև ըստ էության հիմնավորումը չկա։ Քաղաքական երկխոսությանը զուգահեռ շատանում են տնտեսական արգելքները։ Հերթը ասավ նաև հայկական ձկնամթերքին։ Ռուսական կողմը հայտարարել է, որ հունիսի 2-ից Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան եւ ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը, բացառությամբ ստուգում անցած 2 ընկերության։ Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր, որ եթե ռուսական շուկայում սահմանափակումներ կիրառվեն, Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն։ Ըստ պաշտոնյայի, Հայաստանի կառավարությունն արդեն հաշվարկել է այդ սուբսիդիաների ծավալը, որը կպահանջվի դեպի Եվրամիություն երկրներ հայկական արտադրանքի արտահանման համար։ Ալլա Դավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։